Կանխատեսել է որոշակի գործողություններ։ Պաստորը դուք ասում եք, որ պլան են դրել կողքից ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարան առաջարկում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այս օրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարյա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի Դուք ստացել եք շրջադերական, ես առաջ անգամ եմ լսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Շրջադերականով չեն Իսկ միշտ թվացել է, թե դատարան օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերական կարող օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերն ասում են, բաբնադուր ես կազալ։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս դարիճում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջան Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջին Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով եք առաջնորդվելու։ Ասել եմ կա շրջաբերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետներ կա։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասել ողջամի ժամկետը։ Ո՞ր է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկա անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալ, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, դուք լինեք կամ ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որովհետեւ բարեմությունը ասած է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի փոքր ասած ինձ պահի կալանքի տակ։ Նպատակը սա է։ Սա բան է արիերևույթ, ակնհայտ բան։ Դատարանի ցանկացած խոսք միանգամից այլ տեսանկյունից եք նայում, որ դատարանի ժամանակացույցն է հրապարակում, թե դատականիստերը ինչ պատճառաբանությամբ նույն աչքերով են նայում։ Եթե դուք իմ տեղում լինեիք, նույն աչքերով։ Եթե դուք ամենայն դեպս նախագահ դատավորի գործողություններում կողմնակալություն կամ ոնչ օրենքին համապատասխան գործողություններ նկատեք, վստահ եմ համապատասխան փուլում կամ ցանկացած փուլում դատավորի կարող է բացարկել, պարոն Քոչարյան։ Դատարանը ընդհանրապես կողմերին տեղեկացրեց, որ մենք ամիսը 1-2 դատականիստեր նշանակել։ Արդյունավետ դատալսումներ չենք կարողացել ամենայն դեպս անցկացնել։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, ուղղակի սա բան է, մի քիչ վեներացական բան է։ Հիմա շաբաթական 4 նիստ 2 ժամանոց կամ 2-ից 4 ժամանոց։ Դա նույնն է, թե նույնը չի։ Ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Դրան գումարվում է ուղղակի մեզ այս բոլորի ստեղ գալ գնալը, մի ժամ ես օրինակ իմ համալսարանից պետական ծառայությունով, բանով Տիկնապահներով Ես հիմա ասում եմ ձեզ, եթե ձեզ մտահոգում է ողջամտության խնդիրը, հիմա 4 ժամ, 4-ից 2 ժամ, 2-ից 4 ժամանոց, նույնն է։ Հիմա այդ շրջադերականը ինստրուկցիան չի կոպիտ ասել դատարանի։ Պարոն Քոչարյան, դա քննարկելու ենք, եթե կողմերը առաջարկել պայմանականորեն, որ ամիսի 3 նիստ անցկացնենք, բայց օրինակ կառավարության 11-ից մինչև 17:00 3 ընդմիջումով պայմանական, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դա ևս ողջամի առաջարկ կլինի եւ քննարկի դատարանի կողմից։ Հիմա դուք միանգամից դատարանը կողմերին տեղեկացրեք, դրական մենք ունենք գործի ողջամի ժամկետը քննելու ավարտելու օրենսդրական Ուզում եք ես այս աշխատանքի կամ այդ դատական Պաստաբանների համար հասկանալի է Յուրաքանչյուր անգամ կարծում եմ անհրաժեշտություն չկա, որ դատարանը հիշեցնի, որ կան պարտականություններ դատավարության մասնակիցների կողմից, որ պետք է պարտականությունները կատարեն, որքանով այդ պարտականությունները այդ կարգավիճակը կրել է եւ ըստ այդմ պարտականությունները կատարել է ցանկալի չէ, այն դատարանը պետք է քննի, ծայր է քննություն, որ 3 հատորը պետք է ուսումնասիրի, համադրի եւ հաջորդ դատական նիստին համապատասխան որոշում կայացնի։ Դա ևս քննություն է, հասկացա, դատարանը գնա իր աշխատասենյակ համադրի, հաջորդ դատական նիստին գա եւ հրապարակի ընդունում է կամ չի։
Եթե ընդունեց կամ եթե չընդունեց, համապատասխան փուլում կկայացնի համապատասխան որոշում։ Դատարանի նախորդ որոշումը առանձին փաստաթղթի ձևով տրամադրեց ինչի համար, որի պարտականությունը չուներ, որ տարա մեկնաբանության տարա ընկալման տեղի չտա։ Եթե դատարանը ընդունի պայմանականորեն, յուրաքանչյուր անգամ չկրկնենք, եթե դատարանը պայմանականորեն ընդունի, մենք պետք է քրեական դատավորության օրենսգրքում սահմանված կարգով անցնենք հարցերի քննարկման, նախնական դատադասների ընթացքում սահմանված հարցերի քննարկման։ Հիմա այդ հարցերի քննարկման առաջի կետում նախագահ դատավորին բացառք կհայտնեք եւ գործը պայմանականորեն կմակագրվի, դատավորն ինքնաբացարկը կընդունի այլ դատավորի, դա եւս ընթացք է։ Եթե հաջորդ կետին ընդդատության հարց կքննարկվի, կորոշվի, որ դատարանը այս քրեական գործը պայմանականորեն պետք է քննի այլ մարզի այլ դատարան, դա եւս քննության ընթացք է։ Դրան հաջորդողը գալիս է քրեական հետապնդումը դատարեցնելու վարորդը կարճելու հարցի քննարկումը։ Եթե լինեն համապատասխան միջնորդություններ, որոնք այդ պահին հնարավոր կլինի քննարկել, լուծել եւ համապատասխան որոշում կայացնել, կամ միջնորդությունը հետաձգել, դա եւս պարոն Քոչարյան, պետք է մենք քննենք, առաջ շարժվենք, որպեսզի հասկանանք, որ կետում դատարան ինչ որոշում կկայացնի, ինչ որոշում կայացման համար բավարար թե ապացույցներ կլինեն, թե հիմքեր։ Ես ավելի մատչելի, սա պարտականություն։ Դուք հղում եք արել արհեստական բռնականության։ Հիմա ես էլ հղում անեմ։ Դուք նախկինում հղում ես դիմել եմ, ես բաց բանով չեմ ասում, շատ լավ։ Ուրախ եմ, որ դատարանը ընդհանրապես խնդիրն է, որպեսզի դատարանը տանձին ու դերթացել, ես նայեմ ողջունելի է։ Հիմա ես դիմել եմ արհեստական բռնականության հետևած հարցադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդ ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենայն դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի քթել։ Ես ասիք լավ պատմական իմաստով այդ հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70, վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժվենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես ստեղ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում են խուսափում է, բայց ես գալիս եմ ամիշա բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որովհետև կա դատավոր, կա ուսուցում, կա դատախազ, որ գալիս ասում ստիպաներով բերում է, մեղադրանքներ է տալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք, վերջի 100 տարվա ընթացքում, որևէ մի երկրում, մոտ 200 երկրում, այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որ անզուգուշությամբ առաջացել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող են ձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անպարտ է։ Դուք ո՞նց կմեկնաբանեք դա։ Տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակ բերեցիք։ Այսինքն անձին դիտավորությամբ ծանր վնաս են պատճառում, որը անզուգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ են բերում։ Դա եւս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ են բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարցերով է, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի էր նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։
ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը կայանում է հետևյալում, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի Նախագիծը։ Եթե նախագիծը, բայց գործող օրենսը գրքով քրեական դատավորության։ Ողջամի ժամկետները սահմանված։ Ո՞վ ասում։ Դա ո՞րն է ողջամի ժամկետը։ Ողջամի ժամկետը գալիս է գործից ավարտից։ Հիմա գործից ավարտից ողջամի։ Եթե ծավալում է գործը, պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում են մի փոքր տեղադրության գործը կարող է ողջամի ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամի ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։ Որպես գործի ողջամի ժամկետն է, որ առաջին օրը պետք է ավարտված լիներ։ Վերջնանը ողջամի ժամկետ են խոսում, այս գործը այսքան խնդրանք առաջարկս հետևյալն է, քանի որ չգիտեն դատականություն գնալու են, թե չեն գնալու եւ դրա հետ կապված, շնորհավորենք դատականության նիստերի ընթացքը նշանակում։ Եթե դուք ամենայն դեպս սկզբունքորեն չեք ցանկանում դատարանի հետ դատական նիստեր ողջամի ժամկետներ համաձայնեցնել, դատարանը իր ծանրաբեռնվածությամբ օրեր կնշանակի։ Եվ Միտքս հավատում եմ, եթե թույլ կտակ ուղղակի նորեն ուրիշ կնկատել, եթե sense նշանակելով գնան այլ դատական նիստերի հետ, արտակարգումը կարելի է կարգավորել։ Շատ մեծ հավանականությամբ գործը դատականության չի հասնել։ Դուք ոնց որ պլանավորում եք, ես էլ իմ պլանավորումն եմ ասում, գործը դատականության չի հասնելու, որովհետև այս գործը չի կարող հասնել դատականության շատ մեծ դեֆեկտների պատճառով։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այս որոշումը համապատասխանում է այլ Առաջարկս հետևյալն է, որ մենք քննարկենք նույն տեմպով ոնց որ անում ենք, մինչև դատականության նշանակելու փուլ, դատականությունը ասելու դեպքում կքննարկենք գրաֆիկը ինչ է։ Հիմա քննարկենք դատականության փուլում շաբաթը 1 ենք անելու, շաբաթը 2 ենք անելու, թե ամիսը 2 նիստ ենք անելու, կարծում եմ նպատակահարմար չի ու ժամանակի արդյունավետ օգտագործում չի։ Դատականության հասնելու նախնական դատալսումները կավարտվեն, կորոշենք անցնում ենք դատականության։ Նախնական դատալսումները Դրա համար դատարանը ասում է, եթե մենք անցնենք նախնական դատալսումներով սահմանված հարցի քննարկումը։ Եվ եթե կանցնենք դատականության։ Եթե ձեզ ընդամենը պատրաստվելու համար ժամանակ ունի, դատարանը 2 ժամ ժամանակ է տրամադրելու, պարոն Օրբելյան։ Ինչի՞ն։ Դուք օրինակ ընդդատության հարցի քննարկման համար։ Եթե ասում նախնական դատալսումները քննարկելու փուլը, երբ որ կանցնենք ավարտենք, 11 գործողությունն է նախատեսված, 11 կետերով, 11 գործողություն է նախատեսված։ Դա կարող է մի նիստով ավարտվի, կարող է 28 նիստով ավարտվի, չէ՞ կարող կանխորոշել ինչքան է տևելու, որովհետև կարող է հենց առաջի հարցի վրա։ Կարող է մի անգամից բացառիկ հայտնում, ուրիշ դատավորը գալիս, ուրիշ դատավորը բացառիկ հայտնում, երրորդ դատավորը գալիս է բացառիկ չի հայտնում, բայց բարձում անդատությունն է սխալ հետաքրքրությունից հետո կարծում բավականին շատ հարցեր կա, չկանխորոշեն։ Կարող է ավարտում նախնական դատալսումները մի ժամում, չգիտեմ, քիչ հավանական է, բայց տեսականորեն։ Հետևաբար նախապատրաստելու մասին չի խոսք։ Ասում եմ նախնական դատալսումների ավարտին, եթե կավարտվի ու կանցնի գործը դատականություն, քննարկման առարկա դարձնենք այդ ժամանակ ինչ հաճախականությամբ, ինչ գրաֆիկով անցկացնենք։ Հիմա հենց այսօրվա նիստի մեր ժամանակը դրա վրա չստացվենք, մենք ֆիքսենք, որ նշանակեցիք 1 շաբաթ հետո, 1 շաբաթ հետո, մենք սրա վերաբերյալ դիրքորոշումը եթե չլինի, ուրեմն Պարոն Օրբելյան, դուք ևս ձեր խոսքում ասացիք, որ հնարավոր է 1 նիստով ավարտվի, հնարավոր է 28 նիստով ավարտվի։ Որ ավարտենք, Հիմա եթե հաջորդական 28 նիստ մենք պետք է անցկացնենք, պետք է ասես այն նույն գրաֆիկով ինչ որ անում ենք համաձայնեցված ամիսը 1-2 նիստ ամիս 2-ով կգնա, էլի հիմա չենք մենք կանխատեսում։ Նորից եմ ասում, եթե օրենքը սահմանի Լավ, բարձր է պարոն Օրբելյան, մենք 2 դատական նիստեր ունենք, դրանից հետո